Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտող, 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրոդ բարի առավոտյան ծրագիր։ Մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված ես եւ Վրեժ Կիրակոսյանը եկել ենք, որպեսզի առաջիկա 1 ժամը դառնա այլ ավելի հետաքրքիր եւ ձեր օրն անցնի իսկապես բարի։ Իսկ դրական դառնալու համար այս պահին առաջարկում ենք ընդհատվել երաժշտությամբ, լիցքավորվել վերադառ։ Վերադարձանք տաղավար եւ ճիշտ ժամանակն է դիտելու մի շատ հետաքրքիր կարճամետրաժ ֆիլմի թրեյլեր, որից հետո մենք կունենանք հյուրեր ու կներկայացնենք ավելի մանրամասն նորությունները։ Դիտենք, վերադառնանք։ Ասում էի, չէ՞ կհասնենք։ Կներես ոչ չէի հավատում։ Ես Մարկն եմ։ Շուշան, դուք ինչ-որ բան եք նշում։ Այո, ես սցենարիստն եմ, Մարկը ապագա ֆիլմի ռեժիսորը։ Իմ գործը դեր արջևում է։ Իսկ դուք կխաղեք, եթե հնարավորություն ընձեռներ։ Գնանք խաղանք։ Ոչ որ նա չի կարող քայլել, տեսնում ես։ Անահիտը օգտագործում է իր կարգավիճակը խղճահարություն առաջացնելու համար։ Մարկն ու Դանիելը նշում են իրենց սցենարի մրցանակը։ Ո՞նց է մոռացել, Շուշանը կոմիտեում է աշխատում, չէ՞ Շուշ։ Իմ ամենաերջանիկ օրն է։ Դե գրի երջանիկ մարդ։ Վերադարձանք սիրելի հեռուստադիտող, այսօր կինոաշխարհից ենք խոսելու, իհարկե շատ հետաքրքիր հյուրեր ունենք այս պահին, բայց թրեյլերում ինչպես ասվում էր, Անահիտը օգտագործում է իր կարգավիճակը չարություն անելու համար։ Վրեժ, սա այն Անահիտի չի, ինչ որ դու մտածում ես։ Անահիտը երբեք չարություն չի անում, ինքը այնքան բարի է ու լավն է, ես ասեմ, որ երբեմն իհարկե անում է, որովհետև դա պետք է։ Դե ինձ ելիներս, մեր հյուրերն արդեն տաղավարում են եւ ես շտապում եմ ներկայացնել ֆիլմի ռեժիսոր Քրիս Սուքյասյանն է մեր տաղավարում, բարի լույս։ Բարի առավոտ։ Ֆիլմի սցենարիստ, պրոդյուսեր Կարեն Նալբանդյանը, բարև Բարի ձեզ։ առավոտ։ Ինչպես նաեւ գլխավոր դերակատար, հերոսուհի, գեղեցկուհի Մերի Մարգարյանն է, բարև ձեզ։ Դե ինչ կան երևի ամենասկզբից, ինչպես ցակեց միտքը ֆիլմ նկարելու, եկել է պրոդյուսերից, առաջարկը թե ռեժիսորից դե պրոդյուսեր։ Ես ու Կարենը մենք վաղեմ ընկերներ ենք ու մի անգամ նստած ենք սրճարանում, ես ու օպերատորը ֆիլմի Ստեփան Մելքոնյան ու Կարենը եկավ, նստած մտորում ենք կյանքից խոսում ենք արվեստից կինոից, մեկ է Կարենը ասեց, տղեկ ուզում եք ֆիլմ նկարել, Խոսենք ոնց չենք ուզում Կարեն ջան, սա օրը դրա մասին ենք։ Հենց դրա մասին ենք խոսում ու երազում։ Հա, ու տենց սկսեցինք սցենար գրել, ինչ որ տարբեր մտորումներ եկավ, Կարեն ասեց օրինակ քեզ որպես ռեժիսոր ինչն է անհանգստացնում, ինչի մասին կուզեր ինչ թեմայով։ Սկզբից մտածեցի անտարբերության մասին ֆիլմ նկարել։ Տենց երկար մտածեցինք, սցենար գրեցինք, ամիսներով աշխատեցինք, հետո հասկացանք, որ այդ անտարբերության թեման շատ դեռ բարձր է։ Ինչ կարելի է դնել մի կողմ նոր բան մտածել, նոր վերադառնալ սրան ու այդտեղից ծնվեց Հրաշալի մակարոն ֆիլմի գաղափարը, որի սկզբնական անունը Շուշան էր։ Հետո նկարահանում։ Ինչու փոխվեց Հրաշալի մակարոն։ Այնտեղ ֆիլմի մեջ հատված կա Շուշանի կերպարը մակարոն ուտելով ասում է մակարոն ինչպես միշտ հրաշալի է ու հասկացանք որ Շուշան անունը շատ է միանգամից բացահայտում ամեն ինչ։ Իսկ մակարոն հիմա շատ են սիրում։ Եվ հրաշալի է մակարոն ուտելը։ Այո։ Ու տենց որոշեցինք ֆիլմի անունը նկարման օրն ենք փոխել հենց ֆիլմի անունը։ Խլապուշկայի վրա գրած էր Շուշան։ Հետո մարդիկ մտածում են Շուշանը production-ի անունը, ասենք չէ դա ֆիլմի նախնական անունն է, հետո վերջում դարձավ Հրաշալի մակարոն, Wonderful մակարոն։ Ինչ դուր է գալիս ձեր այս արագությունը ամեն ինչ փոխելու, մտածելու եւ անելու։ Մի փոքր դուք կպատմեք ինչպես միտք ծագեց, որ տղաներին առաջարկեք եկեք producer-ը։ Իմ միջավայրը։ Մոտ պահեք միկրոֆոնը։ Հա, կներեք։ Խնդրեմ։ Իմ միջավայրն է, իմ ընկերներն են միտք չի ծագել, ես ուղղակի ամեն օր ռեժիմով շփվում եմ իրանց հետ։ Այդ պատճառով ընդհանրապես քննարկում ենք ամեն ինչ, ամեն օր, այդ միտքը հայել կա, ինչ որ մի բան նկարելու անդադ խոսակցության մեջ ինչ որ մի միտք կա։ Իսկ ինչ կապված է սցենարի հետ, գիտեք, սցենարը հիմնականում գրվում է ոչ թե նենց որ դու մտածել ես մի բան, դնում գրում ես։ Գրվում է ինքը հակառակ ձևով։ Յան ինչ որ դու չես մտածել, դա ես գրում։ Վերջի րոպեին, վերջի վարքյանին, այսինքն այդ միտքը գալիս է վերջում, դա ինչ որ մի միտք չէ, ինչ որ կանխազգում է, ինչ որ տենց մի բան է։ Այսինքն
սցենարը գրվել է ոչ թե այն մտքով ինչ որ ես ուզում էի գրել, այլ գրվել է նենց ինչ որ ես չէի մտածել, որ հետաքրքիր է։ ու այդ երբ որ գրվեց, ես հասկացա, որ սա էր, որ ես ուզում էի ասել, այսինքն այն որ ջրիեր է սա, բայց դու չես տեսնում, դրա մասին է պատմությունը։ Շատ հետաքրքիր է, որպես գլխավոր հերոսուիկ ասեք, առաջարկն ինչպես ստացաք։ Դուք եք ընկերներ, թե քաստինգ է եղել։ Մենք ընկերներ չենք, ես ասեմ, որ ֆիլմից առաջ իրենց չէի ճանաչում բացարձակ։ Առաջարկը ստացել եմ ուղղակի պատահական Քրիսի կողմից, այդպես էլ ծանոթացել ենք, քաստինգի փուլը անցել ենք ու սկսել ենք միասին աշխատել։ Ես ասեմ, որ ես շատ պատասխանատվությամբ եմ վերաբերվում, ես թատրոնի ոլորտում եմ աշխատում, ֆիլմի ոլորտում գլխավոր կերպար առաջին անգամ էր, մինչև այդ էպիզոդիկ կերպարներ են եղել ու ինձ համար շատ պատասխանատու է ֆիլմը, որովհետև մի քիչ ավելի քիչ հակախված քեզնից, քան թատրոնը, կախված է տեխնիկայից, կախված է սցենարից, կախված է մոնտաժից ու չգիտեմ թե ինչպես, երևի զգացողությամբ, երևի ինչ որ ինտուիցիայով ուղղակի համաձայնեցի, որտեղ ես առհասարակ շատ երկար մտածում եմ, բայց այս դեպքում ուղղակի համաձայնեցի ու հետո բացարձակ չփոշմանեցի, որ համաձայնվել եմ։ Լավ են անցել։ Այն կերպարը, որը որ կերտել եք, կոնֆլիկտային է, թե սիրում եք։ Կոնֆլիկտային, դե կարծում եմ այն կերպարները, որոնք կերտում ենք, որոնք հետաքրքիր են, միանշանակ կոնֆլիկտային են ու մենք հենց այդ կոնֆլիկտայինությունն էլ սիրում ենք իրանց մեջ, որտեղ դա է հետաքրքիր խաղալը։ Իհարկե կոնֆլիկտային է, իհարկե ինքը բացահայտվում է լրիվ այլ կերպ ֆիլմի վերջում, այն ինչ որ մենք տեսնում ենք, բայց չեմ բացի ամբողջ փակագծերը, բայց այն ինչ որ մենք տեսնում ենք, կերպարը բացահայտվում է լրիվ այլ կերպ վերջում։ Ու հենց դա էլ հետաքրքիր է եղել աշխատանքի մեջ։ Ինչպես ընտրեցիք ձեր դերասանուհին։ Այդ ընտրությունն էլ էր շատ հետաքրքիր։ Պատմեմ ների համար նույնպես։ Կարենը մի անգամ Instagram-ով մտաղջիկա նկար ուղարկում, ասում է Շուշանն է։ Մտնում նայում եմ, Հերի ջան, ակնոցներն ասեմ նկարում ես, ասում եմ, հա, իրոք Շուշանն է։ Ոչ չխոսեցել եմ Մերի հետ, չեմ ճանաչում բացարձակ։ Նայում եմ, տես պատկերացնում եմ, իրան նկար ենք սարքում Photoshop-ով, շատ հետաքրքիր պատմություն է, որովհետև ես քրոջս հետ էի զրուցում ապագա ֆիլմի մասին ու ուրիշ կինոներ ենք նկարել դրանից առաջ բացեցի այդ դերասանուհու նկարները, ուրիշ դերասանուհիները ու տեսա Մերիին միամիտ։ Այսինքն քուրս ասաց, «Էս Մերին է, ես գիտեմ»։ Այսինքն քուրս ճանաչում է Մերին։ Սենց նայեցի, ասացի, «Էս իմ ապագա ֆիլմի դերասանին հաստատ»։ Տենց ստացեց, այսինքն ուրիշ բանից ուրիշ բան է։ Այսինքն մի նկարով, մի անգամ, մի նկարով Պատմությունը հետաքրքիր է, մենք իրար գտել ենք, լինելով նույն մասնագիտության մեջ, իրար գտել ենք ոստիկանության միջոցով, որովհետև Ինձ շատ հետաքրքիր բոլորդ մի մատախցում եք հայտնվել։ Իմ այլ քույրը ուղղակի միասին են աշխատում, այդպես են, երևի այդպես է եղել էլի իմ հետ ծանոթությունը։ Ոստիկանությունը շատ հետաքրքիր է, որ մի մասնագիտության մեջ մարդիկ իրար լրիվ ուրիշ կերպով են բացահայտել։ Դա շատ յուրահատուկ բան է, համար շատ անսպասելի ձևով։ Ես մտածում եմ ուրիշ ձևով են փնտրելու դերասան։ Իսկ ես գիտեք ինչ եմ մտածում, որ հենց հիմա այս ամբողջ պատմությունը մի նոր ֆիլմ է։ Հա։ Բայց արդեն ես եկամ այդ ֆիլմում, գնացել էինք եթերի լուսաբանելու ֆիլմը։ Մեծ հաճույք։ Այս հետաքրքիր է, սցենարիստը միշտ կոնֆլիկտ է ունենում ռեժիսորի հետ։ Այն ինչ դուք գրել եք, պատկերացրել եք, տվել եք կան մինիմալիստական եւ մաքսիմալիստական, հա, այս հարաբերակցությունը գիտեմ, որ չափում են նաեւ եւ շատ նաեւ խանդով են վերաբերվում, գիտեմ այդ։ Ստացվել է, թե ինչ որ ոնց էր նաեւ ստեղծագործական process-ը։ Առաջին հերթին շեղում չի եղել բացարձակապես սցենարիստ, դա մեկ, երկրորդ ավելի լավ է ստացվել, հետո Քրիսը ունի իր տեսլականը, ինքը ռեժիսոր է եւ ես լիարժեք վստահում եմ իրան, այսինքն ես ցանկություն ունեի, որ ինքը իրանով աներ սցենարը, ես չէի ուզում, որ ինքը իմ սցենարով կինո նկարեր, ես ուզում եմ, որ ինքը սցենարը դարձներ իրանը ու նկարեր այն ինչ որ ինքն է տեսնում, բայց նա տեսավ նույն բանը, այն ինչ որ ես էի տեսնում, այսինքն դա շատ նույն ուղղությամբ եք մտածել, այսինքն երկուսը։ Այո, մենք երկար քննարկել ենք, դա շատ կարևոր է, ընդհանրապես պետք է շփվես ռեժիսորի հետ, պետք է մի լեզվով խոսակ, որ ստացվի մի բան, թե չէ, ինձ թվում է, եթե մի լեզվով չեք խոսում,
ինքը կնկարի ուրիշ բան։ Կարող է լավ բան, բայց հաստատ սցենարը չէ։ Այ Կրիս, խոսենք հաջորդ հատվածի մասին։ Ֆիլմը փառատոնային չէ, կարծես թե Ինչ ճանապարհ է անցել ֆիլմը, փառատոնների մասնակցել կամ գուցե նոր է մասնակցել։ Քանի որ վերջերս ենք ավարտել ֆիլմի post production-ի շրջանը, նոր ենք ուղարկել փառատոնների, 20-ից ավել փառատոններ ենք ուղարկել ու պատասխանները դեռ եկող ամիս նոր կսկսեն գալ։ Իսկն հստակ ինֆորմացիա չկա, էլի, անցել ենք թե չէ, ժամանակը չէ։ Բայց կարճամետրաժ ֆիլմերը միշտ ունենում են յուրահատուկ ուղղվածություն կամ թեմա, որ ուզում են ասել, եթե մեկ բառով մեկնաբանեք ձեր ֆիլմը, ինչ է ուզում ասել, որ թեմային է ուզում անդրադառնալ։ Վայ, մեր ֆիլմի թեմաները իրականում շատ են, ես այտենց հարցազրույցի գալուց մտածում էի ոնց ասեմ, որ մեկ բառով լինի, կոնկրետ իմ համար ֆիլմը պատասխանատվության մասին է։ Բայց մեջը շատ այլ թեմաներ կա, որ դիտողը հաստատ կընկալի, էլի կհասկանա։ Որտեղ է նկարահանվել ֆիլմը, իհարկե այս կադրերից հասկացա որտեղ է, բայց կուզենամ նաև երևի բացենք, հա, դրա մասին եւս։ Հա, կարանք բացենք, ֆիլմը նկարահանվել է կոմպոզիտորների միությունում, Տիկին Աստրիկին շնորհակալություն տնօրենին։ Մեր ողջույնները իհարկե մայստրոին եւ Սացյանին։ Հա, քանի որ սրճան էր պետք ֆիլմի համար, մենք մտածում ենք սրճաններում հենց նկարենք այդ ատմոսֆերան ստանալու համար, բայց որ սրճանը մտնում ենք, այտենց սիրուն չէր, շատ կոպիտ ասած հայավարի sense ուտեր խմելու տեղեր էր, ու ես ու օպերատորը location scouting էինք անում։ Հիշեցինք, որ տենց սիրուն ֆոյով կոմպոզիտորների միություն ունենք, գնացինք, համարը ընկերոջից վերցրեցի Տիկին Աստրիկի, զանգեցի, բա բարև ձեզ, ուզում ենք ֆիլմ նկարել ձեր հատվածում։ Գանք մոտենանք, բայց արդեն կոմպոզիտորների միության տակ կանգնած եմ ես Տիկին Աստրիկին զանգարել, ասեցի 15 րոպեից մենք կպոնտենանք մի 15 րոպե կանգնեցինք, սպասեցինք մինչև ժամանակը լրանա, բարձրացանք, խոսացինք, խնդիր չկա, շատ լավ բան եք մտածել։ Տենց համաձայնվեց Տիկին Աստրիկը։ Ամբողջ ֆիլմը այնտեղ է, լոկացիան կոմպոզիտորների միության։ Հա, մի լոկացիայում ենք նկարահանել, ամբողջ մի քանի բան վերանորոգել ենք, սենց սաղ փոխել ենք, սրճարան ենք ստացել ու մասում նայել։ Դրա համար։ Ես կուզենայի մի քիչ կերպարից խոսենք, առհասարակ դժվարություններից ու նկարման հրապարակում աշխատանքից։ Կարող եմ ասել, որ կերպարը հետաքրքիր կերպար է այնքանով, որ ինքը ներկայացնում է հենց ստեղծագործական մարդու ստեղծագործող մարդու ներսում եղած դժվարությունները, ներսում եղած վախերը, հա, կոնֆլիկտները ու այդ առումով հետաքրքիր էր ու կարող եմ ասել, որ այդ առումով միգուցե նաև մոտ էր ինձ, բայց ինչ որ առումով իր արտաքին, իր բնավորության առումով ինձնից բավականին հեռու էր ու հենց դրանում էլ հետաքրքրությունը կայանում էր։ Ամեն դեպքում ես շատ սիրել եմ փորձերի process ենք մենք ունեցել իհարկե մինչև նկարահանումը, որ փորձերի process-ում արդեն ամեն ինչ պայմանավորվել ենք, արդեն ամեն ինչ པարզ էր։ Իսկ հետո ստեղծագործական աշխատանքը, հետո նկարահանումը շատ հետաքրքիր է անցել ինձ համար, թե թիմի առումով, թե այն մարդկանց առումով, ում հետ նկարահանվում եմ ես։ Կարող եմ ասել, որ հենց նկարահանման օրերին որևէ բարդություն կամ որևէ ոչ հարմարավետ վիճակ չեմ զգացել ու միայն հաճույք եմ ստացել նկարահանման process-ից։ Երկար է տևել նկարահանման process-ը։ Հա, 2 օր իրար վրա, ոնց երկար աշխատել եմ։ Բարդ նկարահանումներ եք ունեցել։ Հա, 2 օր բարեզվում իմաստով։ Հա, չնայած որ ժամանակային շատ երկար է։ Հասկանալի է։ 2 օր։ Երևում է ճիշտն ասել։ Մինչև հիմա դեռ այդ 2 օրվա տարում։ Իրականում դուք դիտելով ֆիլմը կարծում եք հասցրել եք այն նպատակին, որին ուզում եք հանդիսատեսը հասնել։ Դժվար է ասել, հասել ենք այն նպատակին թե ոչ, բայց առնվազն ինձ դուր է գալի կինոն։ Իսկ ում համար է նախատեսվածս ձեզ կա տարիքային ժամանակահատվածում կամ 12 տարեկանից հանգիստ կարելի է նայել ու ամեն ինչ հասկանալ։ Կհասկանալ։ Ինձ թվում է երեխաները ավելի շուտ կկրահեն, քան մեծերը։ Լավ, շատ հետաքրքիր է նաև այս ամեն ինչի մասին խոսում ենք ու չենք նաև լուսաբանում, թե ի վերջո երբ է հասանելի լինելու բոլոր մարդկանց, չգիտեմ, կինոթատրոններում կամ միգուցե սոցիալական ցանցերում կամ միգուցե այո։ Դե քանի որ դե ես եմ պրոդյուսերը հանգամանքների բերումով, այո, մենք հիմա արշավ ենք իրականացնում, տասնյակ փառատոներ ուղարկել ենք եւ պատրաստում ենք եւս տասնյակ փառատոներ ուղարկելու։ Ինչ հնարավոր է արել ենք, այսինքն
չեմ ուզում ասեմ, որտեղ ենք ուղարկել, որտեղ պատկեր հասնում եք այդտեղ էլ հաջողությունները երբ որ կգրանցվի այդ ժամանակ Մենք արդեն այստեղից շատ տեղեր կլուսաբանենք։ ուղարկել ենք, կարելի ասել առանց մեծ հույսերի, բայց տեղեր կան, որ մտածում ենք, որ հույս կա, որ անցնենք, գոնե ցանկա անցնենք։ Ամեն դեպքում հիմա հեռուստադիտողին շատ հետաքրքրել ենք ու նրանք սպասում են, որ իրենք երբ կդիտեն, հույս ունենանք, որ հայաստանյան փառատոններին նույնպես մասնակից կլինի եւ հնարավորություն կունենա հայ հեռուստադիտողը ու հանդիսատեսը գալ ու նայել ձեր կատարած աշխատանքը։ Մենք ձեզ շնորհավորում ենք սրտանց, իրականում բոլոր հանճարեղ բաները ծնվում են համապատրաստից, իրական ընկերական շրջապատներում եւ պատահական ընտրություններ կատարելով փորձ այդպես է ցույց տվել, երբ կարդում ենք նույնիսկ մեծությունների կյանքը, հասկանում ենք, որ վայ, այստեղից էս ինչն է ծնվել։ Շնորհավորում ենք ձեզ, ցանկանում ենք հաջողություն ֆիլմին ու նորանոր հետաքրքիր մտքեր ու իրականացումներ մենք էլ սիրով կլուսաբանենք։ Շնորհակալություն շատ։ Ձեզ հաջողություններ ու նոր ֆիլմեր, որպեսզի դրանք ոչ միայն կարճամետրաժ լինեն, լինեն լիամետրաժ եւ իհարկե ներկայացվեն հանրությանն ու նոր ասելիք ունենան։ Սիրելի հեռուստադիտող յուրաքանչյուրս ապրելով մեր կյանքը, նկարում ենք մեր ֆիլմը, գրում ենք մեր սցենարը, բայց մենք չենք դրա տերը, քանի որ կա նաև վերևում գրող դրա մասին մի մոռացեք։ Հետաքրքիր փիլիսոփայություն ռեժի կողմից, իսկ ես ուղղակի կասեմ մի սովորական փաստ, այսօրվա եթերը մոտենում է իր ավարտին, մեր փոքրիկ կարճամետրաժ եթերը մոտենում է իր ավարտին, շփվեք արվեստի հետ, առնչվեք, գնացեք դիտեք ֆիլմեր, սովորեք նոր բաներ կամ ժխտեք ինչ որ մի բաներ, մի խոսքով առնչվեք ու եղեք մշակույթի հետ մեկտեղ։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, ձեզ հետ Վրեժն ու Անահիտն էին, մնացեք բարով, առայժմ։ Ձեզ մշակութային լավոր